Բարոզը սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է եւ այսօր մեր հյուրն է Երևանից, պարոն Արսեն Խարատյանը, Արևելագետ, Ալիք մեդիայի հիմնադիր։ Բարոզս պարոն Խարատյան, Բարև ձեզ, պարոն Այվազյան։ շնորհակալ ենք, որ միացաք մեզ։ Ես եմ շնորհակալ։ 6 օր է փաստացի արդեն պատերազմ է մեր տարածաշրջանում, փաստացի ամբողջ Մերձավոր Արևելքը պատերազմի մեջ է, նույնիսկ Մերձավոր Արևելքից է արդեն դուրս գալիս պատերազմը, այն հասնող է նաեւ Կիպրոս, երեք Թուրքիային էլ է հարվածել Իրանը, այսօր արդեն տեղեկություն ունենք, որ հարված եղավ Նախիջևանի օդանավակայանին։ Խոսենք այս պատերազմից, քանի որ հիմնական թեման դա է, եւ ինչ ենք մենք տեսնում այս 6 օրերի ընթացքում։ Առաջին եզրահանգումները ոնց որ կարող ենք գալ։ Ինչ է հիմնականում։ Իրապես բավական բարդ իրավիճակում է հայտնվել ողջ Մերձավոր Արևելքը, եթե չասենք ամբողջ աշխարհը, հաշվի առնելով այս պատերազմի արդեն իսկ ակնհայտ ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա, նավթի գների վրա, դրանից եկող այլ հետևանքների եւ ազդեցությունների վրա, բայց այո, դուք ճշգրիտ նշեցիք, որ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ սկիզբ առած այս արդեն 6 օր տևող պատերազմը դուրս է եկել Իրանի սահմաններից, նու պարզ է, որ առաջին իսկ օրերից այնպես ինչպես Իրանի գործող իշխանությունները հայտարարում էին, ծոցի երկրների, հատկապես արաբական այն երկրները, որտեղ ամերիկյան բազաներ կան, դրանք թիրախում են հայտնվել։ Մենք տեսել էինք դրա որոշ օրինակներ նաև նախորդ տարվա հունիսին 12-օրյա պատերազմի ընթացքում Իրանի կողմից Կատարի ուղղությամբ եւ Իսրայելի ուղղությամբ ուրեմն հարվածները հիմա այս աշխարհագրությունն էլ ավելի է ընդլայնվել, փաստացի բացի Եմենից կարող ենք ասել, որ որևէ արաբական երկիր Իրանի եւ Պարսից ծոցի հարևանությամբ, մի կողմ դնենք Հյուսիսային Աֆրիկան իհարկե, զերծ չի մնացել Իրանի տարբեր հարձակումներից կամ պատասխաններից, բալիստիկ հրթիռներով, դրոններով, տեսնում ենք Էմիրությունները, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան, չնայած ավելի պակաս, անգամ Բահրեյնը, որտեղ բնակչության մեծ մասը շիա է, եւ Օմանը, որը փորձում էր վերջին ջանքերը գործադրել, որպեսզի բանակցային տրամաբանությամբ լուծումներ գտնվեին։ Տեսանք նաև դեպի Կիպրոս Լիմասոլի ուղղությամբ, որտեղ բրիտանական բազան է, ուրեմն հրթիռի արձակում, Թուրքիայի ուղղությամբ տեսանք, այս վերջին երկուսը ենթադրաբար նաև հնարավոր է եղել օդում ոչնչացնել, բայց այո, ողջ տարածաշրջանն է եռում եւ հիմա էլ ինչպես նշեցիք, ընդամենը 1 ժամ առաջ լույս ստացանք, որ նաեւ Նախիջևանի օդանավակայանի հարևանությամբ կարծեք թե դրոնային հարձակում կա։ Բարդ իրավիճակ է, առաջին իսկ օրը տեսանք Այաթոլլա Խամենեիի սպանությունը, որին հետևել էին եւ որին զուգորդվել էր նաեւ Պարսիական ռազմական ղեկավարների թիրախավորումը, տեսնում ենք, որ չնայած նրան, որ այո, երկրի հոգևոր ղեկավարը սպանվել է, բայց այնուամենայնիվ այնինչ Իրանում շարունակում է գործել որպես համակարգ դեռևս չի փլուզվել։ Սա մի բան է, որի հույսն ունեին Միացյալ Նահանգները եւ Իսրայելը, բայց կարծես թե դեռևս լուրջ արդյունք չունեն։ Տեսնում ենք նաև այլ հնարավոր սցենարների զարգացումներ, հատկապես քրդական գործոնի ակտիվացումը, Թրամփի խոսակցությունը Իրաքի քրդերի հետ, խոսակցություններ այն մասին, որ հնարավորություն կա, որ քրդական հատվածը, այսինքն քրդաբնակ հատվածները կարող են Իրանի ներսում գործողություններ սկսել, Միացյալ Նահանգներն էլ անթաքույց աջակցում է, չնայած այսօր առավոտյան հայտարարություններ լսեցինք, որ քրդերը չեն պատրաստվում սրա մեջ ներգրավվել, ուրեմն բարդ Հակասական դրություն։ հայտարարություններ էին, հա։ Այո, բարդ իրադրություն է, այստեղ շահերի բախումներ կան, անգամ Միացյալ Նահանգների կարևոր պարտներների միջև, օրինակ Թուրքիայի համար, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի համար հետաքրքիր չէ քրդական ուրեմն անջատողականությունը Իրանում եւ այստեղ կարող է Իրանը եւ Թուրքիան համատեղ ինչ որ ջանքեր գործադրեն, ուրեմն իրերի դրությունը անկանխատեսելի է, զարգացումները չափազանց արագ, եթե ոչ ամեն ժամ, ապա ամեն օր իրավիճակ է փոխվում եւ այնինչ սկսվել է որպես
Իրանի դեմ պատերազմ կարող է վերաճել իրապես շատ ավելի լայն աշխարհագրություն ներառող ողջ Մերձավոր Արևելքը այս կամ այն կերպ ներգրավող։ Դրա օրինակներն արդեն իսկ տեսնում ենք։ Իսրայելը Լիբանանի հարավից արդեն նաև ուրեմն գործողություններ է իրականացնում տեղում, եւ սա միայն ուրեմն բացառապես Իրանին չի վերաբերում, այլև կրկնեմ ավելի լայն Մերձավոր Արևելքին մեծ հույս պիտի ունենանք, որ հարավային Կովկասը այստեղ թիրախում չի հայտնվելու, չնայած արդեն իսկ տեսանք, որ ուրեմն դեպի Նախիջևան առաջին հարձակման օրինակն ունենք։ Պարոն Խարատյան, մենք իմացանք, ինչպես դուք էլ նշեցիք, արդեն Նախիջևանի վրա հարձակման մասին, բայց ըստ ձեզ ինչու է այդ հարձակումը տեղի ունեցել, քանի որ մենք տեսնում ենք, որ Ալիևը ցավակցեց Իրանի հոգևոր առաջնորդի սպանության համար, գնաց նույնիսկ դեսպանատուն, գրառում կատարեց, այսինքն ավելի շատ ցավակցեց, կարելի է այսպես ասել, քան թե Հայաստան ավելի ակտիվ գտնվեց այդ հարցում, որպեսզի նման բաներ տեղի չունենար, նրանց բացի նաև բանակցություններ կային նախքան պատերազմը Ադրբեջանի իշխանությունների եւ Իրանի միջև, եթե չեմ սխալվում, նաև պաշտպանության նախարարությունների միջև կար կապ, բայց մենք տեսանք այս հարվածը։ Ա, Շատ բարդ է այս պահին ասել, թե որ կողմից ինչպիսի, ա, այսպես ասենք, սադրանքներ կարող են լինել։ Այն փաստը, որ Միացյալ Նահանգները քրդական գործոնը օգտագործելու փորձ է անում եւ դեռևս արդյունք չունի, կարող է սրահետ առնչվել։ Այ օրինակ կա սցենար, որով Իրանի, Ադրբեջանի կամ Ազերի բնակչությանը ակտիվացնելու խնդիր կա դրած, որքանով է այս առումով Ադրբեջանը կարողանալու, Ադրբեջան պետությունը արդեն կարողանալու զերծ մնալ գործընթացներից։ Մենք գիտենք նաև, որ անկախ ամեն ինչից Ադրբեջանը Իսրայելի ակտիվ գործընկերն է, եւ որքան էլ այս մասին չի խոսվում, բայց պարզ է, որ նաև որոշ գործողություններ առանց Ադրբեջանի հետ համագործակցության դժվար կլինեին, հատկապես Իրանի հյուսիսում։ Կրկնեմ, այս մասին բարձրաձայն շատ չի ասվում եւ կարծես թե մինչ այս պահը Իրանն էլ զերծ էր մնում Ադրբեջանը դիտարկել որպես, այսպես ասած, իր դեմ պատերազմողներին աջակցող երկրի։ Առավելապես ծոցի երկրներին էր անդրադառնում, որտեղ ֆորմալ ամերիկյան բազաներ կային, բայց նաև այսպես անուղղակիորեն հայտարարություններ էին արվում, առայն զգուշացումներ էին արվում, այդ թվում նաև նախորդին Իրանի նախագահ Փեզեշքյանի կողմից արված հայտարարությունը, որ մենք չենք ուզում մեզ գործընկեր երկրների դեմ որևէ գործողության գնալ, որոնք աջակցում են, բայց իրավիճակներ կան, երբ ստիպված ենք, հա, այսինքն բարդ է շատ, ինչպես գիտենք, սա բազմաշերտ եւ տարբեր ուղություններով ընթացող պատերազմ է եւ շատ դժվար է ասել այս փուլում ինչ ով որտեղից ինչ սադրանքի կարող է դիմել, որpիսի ավառավետ շատ կողմերի ներգրավի գործընթացի մեջ։ Ադրբեջանի համար իրավիճակը շատ ավելի բարդ կարող է լինել հաշվի առնելով բազմամիլիոնանոց ադրբեջանցի բնակչությունը Իրանում, իրենք նախկինի փորձեր են ունեցել այս տարածքում սկսած 20-րդ դարասկզբից մինչև 1945-46 թվականների այդ մեկ տարին, երբ ուրեմն Ատրպատականի այս հատվածը փաստացի խորհրդային Ադրբեջանի տիրապետության տակ էր, որ տևեց մեկ տարի, հետո դրան հետևել էր շահի կողմից պատիժը ադրբեջանցիների, դրանից հետո տեսել ենք նաև զարգացումների 90-ականներին, երբ Ադրբեջանում նաև Իրանի Ադրբեջանը իրենց հետ մեկ պետության մեջ ներառելու ազգայնական ուրեմն գործընթացներ կային 2006 թվականին տեղի են ունեցել բավականին լուրջ լարված իրավիճակներ Թավրիզի շրջանում, երբ ադրբեջանցիները բողոքի ցույցեր էին բարձրացնում եւ դրանք էլ են բավականին լուրջ բռնությամբ ուրեմն դադարեցվել, ուստի այս առումով այդ Իրանի այս հատվածը, այսինքն մասնավորապես հյուսիս-արևելյան եւ հյուսիս-արևմտյան հատվածները, Ուրմիայի շրջակայքը, որտեղ բավականին խոշոր ազերի բնակչություն կա, սրանք կարող են նաև այս հատվածները եւս կարող են դառնալ այս մեծ պատերազմի մաս, եթե մի կողմից տեսնում ենք Իրանի ուղությամբ ուղիղ հարվածներ ամերիկյան եւ իսրայելական ուժերի կողմից, մյուս կողմից նաև ակնհայտ է դառնում, որ Միացյալ Նահանգները փորձեր են անում Իրանում ներսում էթնոսեկուլյար, այսինքն ազգային եւ կրոնական հիմքերով
լարվածություն ավելացնել, դեռ պիտի տեսնենք, թե ինչ է տեղի ունենալու բելուջական հատվածում, Իրանի հարավ-արևելյան հատվածում, որտեղ տևական ժամանակ անջատողական շարժումներ են եղել, այս առումով դեռևս վաղ է գնահատականներ տալ, բայց իրավիճակը գերլարված է եւ կարող է իրապես մոտ ապագայում մեր տարածաշրջանը եւս չկարողանա զերծ մնալ այս պատերազմի հնարավոր հետևանքներից։ Դուք ամենավտանգավոր սցենարներից խոսեցիք, պարոն Խարատյան, իսկ ինչ վտանգներ է պարունակում այս սցենարը Հայաստանի համար։ Պարզ է, որ եթե նման բան տեղի ունենա, արդեն քաղաքացիական պատերազմ կլինի Իրանում, մոտավորապես Սիրիայի սցենարով։ Այդ դեպքում բնականաբար շատ խոցելի կլինի նաև Հայաստանը։ Ինչ խոսք եւ գուցե ոչ միայն Սիրիայի, այլև Սիրիայի եւ Իրաքի փորձերը միասին, հա, համատեղած ել ավելի բարդ եւ ել ավելի ցավոտ իրավիճակներ կարող են ստեղծվել այդ երկրում եւ մենք կունենանք հնարավոր հումանիտար ճգնաժամից, այսինքն օրինակ մեծաթիվ փախստականների ներգաղթի կամ որպես տրանզիտ Հայաստանը օգտագործող մարդկանց դրան պիտի պատրաստվենք անխոս, ես ենթադրում եմ, որ պատերազմի առաջին իսկ օրվանից այս սցենարները քննարկվել են Հայաստանի կառավարությունում եւ նաեւ միջազգային պարտներների հետ, որովհետեւ սա թերևս առավել, այսպես ասած, առաջին բանը կլինի, հա, ուրեմն ազդեցությունը կլինի, հավանաբար։ Մենք ունենք իհարկե հայազգի մեր հայրենակիցներին Իրանում, որոնց տարհանման խնդիր կարող է առաջանալ, սա մեզ համար առաջնահերթ գերակայություն պիտի լինի։ Մենք ունենալու ենք նաև հնարավոր, եթե ռազմական գործողությունները եւ պատերազմի այս թեժ փուլը շարունակվի, նաև կարող է տարբեր խաղացողների կողմից ճնշումներ լինեն Հայաստանի այս կամ այն վարքագծի հետ կապված, որտեղ պետք է փորձենք հնարավորինս սա բավականին բարդ գործընթաց է, լարախաղացի գործ է, պետք է բավական լուրջ պատրաստվենք եւ նաեւ այստեղ մեր դիվանագիտությունը հսկայական անելիք կարող է ունենալ, այսինքն ֆիզիկական Իրան, Ամերիկայի ներկայ Միացյալ Նահանգներ, Եվրոպա հարաբերությունները նկատի ունեք։ Ոչ միայն, այստեղ կարող է կողմնորոշվելու հարց դրվի մեր առջև, հա, այսինքն կամ այս կողմից եք, կամ այն կողմից ենք։ Այս դրական չեզոքությունը, որ մինչև այս պահը կարողացել ենք պահպանել, որ հույս ունեմ նաև առաջիկայում պիտի պահպանենք, կարող է ինչ-որ պահից էապես փոխվել, եւ սա մեզ համար լուրջ խնդիր կարող է լինել, ուրեմն սրան պետք է պատրաստ լինենք։ Օրինակ այնպես, ինչպես շատ գուցե տարբեր է որոշ իմաստով, բայց եղել է այսպիսի օրինակ եւս, երբ Իրաքյան պատերազմը սկսելիս, երբ Բուշի վարչակազմը աշխարհի տարբեր երկրներին կողմնորոշվելու կոչ էր անում եւ ամերիկյան քաղաքականությունը կառուցվում էր ըստ նրա, թե որ երկրները ինչպես են դիրքավորվում այս հարցում եւ մենք այն ժամանակ կարողացանք պատճառաբանություն բերել ասելով, որ մենք ունենք հայ բնակչություն Իրաքում ապրող եւ եթե հայերը որևէ կերպ ներգրավեն, ապա դա կարող է մեր քրիստոնյա բնակչության դեմ ուրեմն սադրանքներով եւ կամ վտանգի պատճառ դառնալ, այս պարագայում եւս փաստարկներ են պետք լինելու, թե ինչու այս կամ այն կողմի վրա չենք կողմնորոշվում, եթե կարելի է այսպես ասել։ Այսինքն ընդհանուր գլոբալ քաղաքականից որպես պետություն, մինչև հումանիտար խնդիրներ կարող են իսկապես դառնալ շատ արագ մեր մեծագույն խնդիրներից եւ սրան պետք է պատրաստ լինել։ Իսկ Թուրքիայի մասով, որ այդ հրթիռները ուղղեց Իրանը, պարոն Խարատյան, առաջինը կարծես ծածկեցին, խոսքար որ Ինջիրլիքին է հարված եղել ամերիկյան ռազմաբազային, կար նաև ինչ որ տեսանյութ, հետո հերքեցին։ Հենելով նրանից, որ Էրդողանի հայտարարությունները կարծես թե չասեմ պրոիրանական էին, բայց Թուրքիային ձեռնտու չէր այս պատերազմը ընդդեմ Իրանի, քանի որ Թուրքիան գիտակցում է, որ հաջորդը կարող է ինքը լինել Իսրայելի թիրախում ապագայում տասնամյակներ անց, երկրորդը, բայց չկարողացան իրեն կարդալ ծածկել, քանի որ ՆԱՏՕ-ի ռազմաբազայի ուղղությամբ էր, բայց մենք տեսնում ենք Թուրքիայի հավասարակշռված դիրքորոշումը եւ Իրանի գործողությունները, ինչպես կբացատրեք դա։ Թուրքիան ամենասկզբից այս պատերազմի կողմնակից չի եղել։ Թուրքիան հստակ դիրքորոշում ունի Իրանի հարցում, հանդես է եկել Իրանի տարածքային ամբողջականությանը կողմ։ Եվ սա առավելապես պայմանավորված է քրդական հարցով, բնականաբար։
Այս տեսանկյունից Թուրքիան նաև մինչև վերջ փորձեր էր անում դիվանագիտական տրամաբանության մեջ ինչ որ դերակատարություն ստանձնելու միջնորդություն, ինչը չստացվեց, եւ այս պարագայում Օմանը դարձավ այն կարճաժամկետ, այսպես ասած, միջնորդը, որ փորձեր անում Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև խոսակցությունը շարունակել դիվանագիտական ուղիով։ Սա եւս ձախողվեց, կրկնեմ, պայմանավորված նրանով, որ ենթադրում եմ կամ կարծում եմ, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը որոշել էին, որ գնում են այդ պատերազմին եւ իմիտացիա էր դիվանագիտության, առավելապես որոշումը կայացվել էր արդեն նախապես եւ այս պատերազմին նախապատրաստվել էին տևական ժամանակ։ Սա հիմա չեղավ։ Հիշում ենք, կրկնեմ, նախորդ տարվա հունիսյան պատերազմը, այս ընթացքում Սիրիայում տեղի ունեցած փոփոխությունները, Հեզբոլլահի թուլացումը Լիբանանում, այսինքն Իրանի այսպես ազդեցությունը Մերձավոր Արևելքում տևական ժամանակ է թուլացել է եւ ուրեմն եթե նայելու լինենք, սրանք բնականաբար փոխկապակցված գործընթացներ են միմյանց հետ։ Թուրքիայի պարագան կարող է, կրկնեմ, եթե նույնիսկ քրդական հարցում օրինակ փորձ արվի շարունակական ուրեմն քրդական գործոնը օգտագործել, որպիսի Իրանը ներսից թուլացնեն կամ ապակայունացնեն, այստեղ թուրք-իրանական համագործակցություն կարող է լինել։ Ես համարյա վստահ եմ, որ թուրքական կողմը Իրանին տրամադրելու է քրդերի հետ կապված եւ տեղեկատվություն եւ որոշակի աջակցություն, ուստի միանշանակ չէ, թե մուսուլմանական անմիջական հարևանությամբ խոշոր բոլոր խաղացողները ամերիկա-իսրայելյան այս հարձակման կողմ են, որովհետև շահերի բախումներ կա, անգամ կրկնեմ ՆԱՏՕ-ի անդամ եւ Ամերիկայի պարտնյոր համարվող Թուրքիայի եւ այս պատերազմի տրամաբանության մեջ։ Բայց ինչքան է հավանականությունը, որ Թուրքիան նաև մտնի ցամաքային գործողությունների մեջ։ Ճիշտ է, դեռ շատ վաղ է խոսել նման սցենարներից, բայց դուք նշեցիք, որ այնտեղ ադրբեջանական համայնքի, այսինքն հարավային Ադրբեջանի ակտիվացման պարագայում, քրդերի այնտեղ հայտնվելու պարագայում, խոսքը բնականաբար, եթե ամիսներով ցկվի այս պատերազմը եւ այդ սցենարները տեղի ունենան, որքան կլինի դրա հավանականությունը, որ Թուրքիան Սիրիայի սցենարով փորձի մուտք գործել նաև Իրան։ Ա, Շատ դժվար եմ պատկերացնում դա, անկեղծ ասած, Սիրիայում այնուամենայնիվ Թուրքիան եւ թուրքական քաղաքականությունը նեոօսմանիզմի տրամաբանության մեջ, հատկապես Հալեպի եւ Միջերկրական ծովի հյուսիսարևելյան հատվածներում, նախկին Կիլիկիայի եւ դեպի հարավ հատվածներում արդեն իսկ այնտեղ քաղաքացիական պատերազմի սկզբից ի վեր Իդլիբի հատվածում ուներ կոնկրետ իշխանություն եւ մոդելավորում էր իր թուրքական տրամաբանությունը, թե ինչպես է Սիրիան գործելու։ Սա տևական, երկար մշակված ծրագիր էր եւ որ բոլորի համար է պարզ, որ գործող իշխանությունները բնականաբար թուրքական կոնկրետ աջակցությամբ եւ մինչ օրս էլ Թուրքիայի հետ ամենախորը համագործակցությամբ է գործում։ Իրավիճակը տարբեր է Իրանի պարագայում եւ այստեղ հենց կոնկրետ Թուրքիայի ուղիղ ներկայությունը այնտեղ տարբեր մոդելավորումներով մոդելավորումներում դժվար է համեմատել Սիրիայում տեղի ունեցածի հետ։ Բայց ոչինչ անհնար չէ, ուղղակի պիտի հաշվի առնենք, որ Իրանն այնուամենայնիվ շատ ավելի բարդ երկիր է, շատ ավելի շատ էթնիկ եւ կրոնական հարանվանություններով, այստեղ եթե ադրբեջանցիները համարվում են առաջին ամենամեծ փոքրամասնությունը պարսիկներից հետո, հա, ֆարսի ժողովրդից հետո այնտեղ ունենք մինչև 50-ի հասնող այլ ժողովուրդներ, որտեղ ազդեցությունների պակաս էլ չկա եւ ես չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչպիսի քաոսի հետ կարող ենք առնչվել, եթե Իրանի ներսում իսկապես սկսվեն քաղաքացիական պատերազմին նմանվող գործընթացներ։ Պարոն Խարեզյան, տեսնում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը շատ լուրջ հարվածներ են հասցնում Թեհրանին, բայց նույնիսկ Թրամփը խոստովանեց, որ իրենք չէին սպասում, որ Իրանն էլ այդպիսի հագազդեցություն ցույց կտա։ Ըստ ձեզ, ինչի է կարողացել հասնել այս 6 օրերի ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը եւ ինչի չեն, այսինքն ռեժիմի փոփոխության բնական է, որ չեն հասել, բոլորս տեսնում ենք, բայց պլան մինիմումը այսօր կարողացել են կատարել, թե չէ։ Իսկ Իրանը մենք տեսնում ենք, որ հարվածում է տարբեր երկրների, ինչի են հասել իրանցիները, այսինքն
Կարող է այնպես ստացվել, որ այս պատերազմը եւս այս պայդրությամբ, որը որ նման է ինչ-որ չափով ոչ ոքու, մի փոքր առավելությամբ ը, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի այսպես էլ ավարտվի։ Շատ դժվարանում եմ պատկերացնել, թե այսպես ինչ որ կետում կանգ կառնի եւ կողմերը հետ կգնան իրենց դիրքերին, չափազանց շատ են հեռու գնացել ռազմական գործողությունների տեսանկյունից, մեծ հաշվով նաեւ մեծ խնդիր ունենք հատկապես Իրանի ա, ներսում հանրային ընկալումների եւ փոփոխությունների հետ, բայց այո, ինչպես նշեցիք, Իրանը ամեն փորձ արել է եւ շարունակում է անել իր տարածքից կոնֆլիկտը դուրս բերելու եւ ուղիղ մնացած բոլոր հարևան երկրներին դրա մեջ ներգրավելու, բոլորի խնդիրը դարձնելու։ Վստահ չեմ, թե սա ամենաարդյունավետ ռազմավարությունն է, բայց նաև կարծես թե իրենց տրամաբանությունը այն է, որ այլ տարբերակ, քան բոլորիդ խնդիրը դարձնելը, սա չկա։ Հիմա այստեղ նաև ծոցի երկրների օրինակ, այսպես ասած, դեմքը փրկելու հարց կա։ Ինչ պիտի անեն։ Իրենք ուղիղ պիտի ներգրավեն Իրանի դեմ պատերազմի, թե պիտի փորձեն այնպես անել, որ սա բացառապես ամերիկյան բազաների մասին է։ Եթե միայն ամերիկյան բազաների մասին է, բայց նաև ուղիղ ազդեցություն է ունենում այդ երկրների, ժողովուրդների եւ տնտեսությունների վրա, այստեղ նաև ներքին լարվածություն է առաջանալու եւ գուցե ամերիկացիության որոշ էլեմենտներ, այսինքն մարդիկ սկսելու են մեղադրել ասելով, որ ամերիկացիներն էին պատճառը, որ մենք հիմա այսպիսի խնդրի մեջ ենք։ Չափազանց բարդ է հիմա ասել, թե ինչ հեռանկար կլինի, բայց անկախ նրանից, թե որ կետում եւ ինչպես կդադարի այս պատերազմը կամ ինչքան կտևի, դեպ դրա հետ կապված էլ դեռևս շատ դժվար է որևէ կոնկրետ անշնորհակալ գործ է այս պահին հերանեկարում որևէ կոնկրետ բան կանխատեսելը, անկեղծ ասած, բայց նաև տեսնում ենք, որ անգամ պաշտոնական Վաշինգտոնն է հայտարարում, որ իրենք վստահ չեն, թե 4 շաբաթվա մեջ, ինչպես նախանշվում էր, կավարտվի այս պատերազմը, իսկ սա արդեն նաև ներքաղաքական խնդիր կարող է դառնալ Ամերիկացիալ Նահանգներում։ Մենք հարցումներ ենք տեսնում, որտեղ 4-ից միայն 1 ամերիկացին է աջակցում այս պատերազմին։ Շատ դժվար են կարողացել հիմնավորել, թե ինչու էր պետք այս պատերազմին գնալը եւ ինչպես է սա առնչվում ամերիկյան անվտանգությանը ուղիղ նախորդին տեսնում ենք որ պետքարտուղար Ռուբիոն հայտարարում էր թե իրենք տեղեկություն ունեին որ Իրանը պատրաստվում է հարձակումների եւ իրենք այսպես կանխարգելելու նպատակով են սկսել այս պատերազմը բայց պետք է կարողանան հիմնավորել թե ինչու է սա արդար պատերազմ հա եթե կուզեք սա էլ մի խնդիր է հատկապես որ գիտենք որ առաջիկայում նոյեմբերին սպասվում են Միացյալ Նահանգների կոնգրեսի եւ սենատի ընտրություններ եւ եթե օրինակ Թրամփը այս պարագայում Իրանի դեպքում հաջողություն չի ունենում, սա կարող է հակառակ ազդեցություն ունենալ նաեւ հանրապետականների վրա Միացյալ Նահանգների ներսում։ Այսինքն ինչ որ մի կետից կախված նրանից թե որքան կտևի այս պատերազմը, այն չի լինելու միայն տարածաշրջանային եւ անմիջական երկրների ներգրավվածության մասին, այլև նաեւ ներքաղաքական իմաստով ազդեցություն է ունենալու այլ երկրների, այդ թվում ոչ միայն հենց ուղիղ ներգրավված Իսրայելի եւ Միացյալ Նահանգների, այլև մնացած բոլոր այսպես ակտիվ ներգրավվող երկրների, որոնք դիրքորոշում ունեն օրինակ այս հարցում, այնպես ինչպես օրինակ Եվրամիության որոշ անդամ երկրներ Գերմանիան ներառյալ, ասենք, աջակցում են կամ Բրիտանիան աջակցում են այս գործընթացներին, բայց օրինակ Իսպանիան զերծ է մնում դրա մեջ մտնելուց եւ իր բազաները թույլ չի տալիս օգտագործել։ Ուրեմն, որքան երկար տևեց այս պատերազմը, այդքան ավելի ահագնանալու է նույնիսկ պարտնյոր երկրների միջև անդունդը տարբեր հարցերի շուրջ։ Այսօրվա պատերազմը դիտելով, դեպքում շատ չի անցել, պարոն Խառատյան, 6 օր է, բայց այսօրվանից ինչ կարելի է տեսնել, ինչ ենթադրություններ կարելի անել, ինչպես է փոխվելու մեր տարածաշրջանը։ Մի քիչ բարդ է բարձ է կանխատեսումներ անել, քանի որ շատ անկանխատեսելի ընթացք ունի այս պատերազմը, բայց ինչպիսին այլևս չի լինի մեր տարածաշրջանը եւ ինչ փոփոխություններ ամենայն հավանականությամբ մենք պետք է սպասենք։ Ամ, Ինչպես երկրորդեմ ձեզ, որ կանխատեսում անելը բավական բարդ է, որովհետև պատերազմի ակտիվ փուլում ենք գտնվում։ Եթե տևական ժամանակ կամ երկարաձգվելու է Իրանում անկայունությունը կամ քաոսի հասնող իրավիճակը, ապա
մեզ համար շատ բարդանալու է իրերի դրությունը, բայց սա կարող է անուղղակիորեն այլ ազդեցություն ունենալ, օրինակ Հայաստան-Ադրբեջան-Վրաստան համագործակցության տեսանկյունից, որովհետև եթե հիմա միայն տեսնում ենք, որ Իրանի, Սիրիայի, Իրաքի օդային տարածքների փակվելու արդյունքում հենց մեր տարածաշրջանի օդային տարածքը դարձել է շատ ավելի խիտ եւ շատ ավելի կարեւոր, ապա պատկերացնենք, թե տնտեսական իմաստով որքան ավելի կարեւոր կարող է դառնալ մեր տարածաշրջանը հաշվի առնելով անկայունությունը Իրանի պարագայում։ Կա որոշակի նոր կայունության եւ որոշակի նոր իրերի դրության պայմաններում պետք է հասկանալ եւ վերադիրքավորվել եւ ադապտացվել նոր իրողություններին, բայց կրկնեմ, շատ դժվար կլինի որևէ կոնկրետ գնահատական տալը, որովհետեւ ամեն ժամ ամեն օր նոր զարգացումներ են եւ ակնհայտ է, որ դեռևս պարզ չէ, թե ինչպիսի ելքային արդյունքների մասին է խոսք գնում, ընդհուպ մինչև հասկանալի է դառնում, որ պատերազմը սանձազերծած Միացյալ Նահանգների կողմից վերջնական կամ հասկանալի սցենար չկա, թե ուր են գնալու եւ ինչպես են կառավարելու այս ընթացքը։ Հետաքրքիր գաղափար էր, պարոն Խարատյան, բայց եթե այս պատերազմը երկարաձգվի, այսօք չեք կանխատեսում, որ Իրանը կարող է որոշ գործողությունների գնալ նաև Սյունիքում, հաշվի առնելով, որ TRIP ծրագիրը իրականացվելու է Սյունիքով, մենք նաև որոշ հայտարարություններ էինք տեսել Այաթոլլայի խորհրդականի կողմից, Վիլայաթի կողմից, Սյունիքի մասով, հիմա արդեն Ադրբեջանի տարածքին հարված հասցվեց, Նախիջևանում փաստացի գրեթե բոլոր հարևանների տարածքին հարված հասցվեց, բացառությամբ արևելյան երկրների, Հայաստանի մասով էլ կարող է որոշ զարգացումներ մենք տեսնենք։ Ցավոտ հարց է շատ, բայց պետք է քննարկենք։ Ես ոչինչ հնարավոր չէ բացառել, բայց որևէ հիմնավոր պատճառ, թե ինչու դա կարող է տեղի ունենալ, գոնե այս պահին ես չեմ տեսնում։ Բայց կրկնեմ, ոչինչ հնարավոր չէ բացառել, որովհետև իրավիճակը դուրս է եկել կառավարելիությունից շատ առումներով եւ կրկնեմ, փաշ չէ, թե միայն հենց Իրանի կենտրոնական իշխանություններն են այս կամ այն գործողությանը դիմում։ Այնուամենայնիվ, այստեղ սադրիչների եւ սադրողների պակաս չկա եւ շատ դժվար է կանխատեսել, թե ով որ փուլում ինչպիսի գործողության կարող է դիմել, միայն պիտի հույս ունենանք, որ անզգուշության կամ սխալմունքի կամ սադրանքի արդյունքում նման զարգացում չենք տեսնելու, առնվազն որևէ կերպ որևէ մեկը չի կարող մեղադրել Հայաստանին Իրանի դեմ գործողությունների մեջ, եւ պատերազմից 2 օր առաջ եւ այս տարվա ընթացքում ընդհանրապես ամենալուրջ այցը, որ տեղի է ունեցել, դա Հայաստանի պաշտպանության նախարարի այցն է եղել Իրան։ Այս տեսանկյունից ես կարծում եմ, որ դեռևս դժվար է կանխատեսել, թե ինչու կարող է այդպիսի որոշում կայացվել Իրանի պարագայում Հայաստանի դեմ։ Ես սա կփորձեի բացառել, իհարկե կրկնեմ ասելով, որ շատ դժվար է այս փուլում որևէ բան բացառել, պարզապես կբացառեի, թե դա կլինի Իրանի կենտրոնական իշխանությունների կողմից Ռուսաստանի ազդեցությունը, Չինաստանի ազդեցությունը, իրենց շահերը արդյոք չեն կարող ազդել այդ ամենի վրա, այդ որոշումների։ Եվ TRIP-ը բնականաբար իրենք համարում են ամերիկյան ծրագիր։ TRIP-ը դեռևս որևէ ֆիզիկական ներկայություն կամ դրսևորում չունի, սա այս փուլում վաղ է չափազանց խոսել որևէ այսպիսի բանի մասին, բայց հարցը սա չի։ Իհարկե Չինաստանն ու Ռուսաստանը, Չինաստանն առավելապես արդեն իսկ տուժում է այս պատերազմից, փաստ չէ, թե Ռուսաստանը տուժում է հաշվի առնելով նավթի գների աճը, այսինքն այստեղ շատ տարբեր են դիրքերը եւ շատ տարբեր են օգտվողները, եւ այս առումով իհարկե կրկնեմ, երրորդ կողմերի սադրանքների պակաս կարող է չլինել, բայց ես այս պահին սա չէի քննարկի այն տրամաբանությամբ, որ դեռևս անգամ չգիտենք, թե հաջորդ ժամվա կամ 2 ժամերի ընթացքում ինչ է լինելու։ Մենք 6-րդ օրն է պատերազմի, խոսում ենք այն մասին, որ դեպի հյուսիս որևէ հարձակում չի եղել, ինչպես ճշգրիտ նշեցիք, սկզբում տեսանք, թե իբրև թե Ինչիրլիկի, այսինքն Թուրքիայի ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ էր հրթիռ գնացել, հետո դա
փակվեց, արագ չխոսվեց այդ մասին։ Հիմա էլ ես վստահ եմ, որ ադրբեջանական կողմից տեսնելու ենք, որ սա սխալմունք էր, սա Այնպես թերևս շատ կոշտ արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։ Դա հասցրեցի կարդալ մինչև մեր Պարզ է, լինելու են դեռ հայտարարություններ էլ, թե ինչ ծավալների կարող է սա վերաճել եւ կամ արդյոք եթե սա իսկապես Իրանի կողմից է արվում, որքանով է դա ձեռնտու ներկայիս Իրանին, այսինքն բոլորին ներգրավել այս պատերազմի մեջ, ընդ որում եթե ստացվում է այնպես, որ ինչպես դուք նշեցիք, հա, Աֆղանստանն ու Պակիստանը հիմա զուգահեռ պատերազմական գործողությունների մեջ են եւ այո, իր հերթին Պակիստան հայտարարություններ է անում այն մասին, որ Սաուդյան Արաբիայի դաշնակիցը լինելով իրենք Իրանի հարցում ասելիք ունեն, այնտեղ կան շատ տարբեր այլ շերտեր եւ եթե մասշտաբայնությունը այս պատերազմի պիտի ներառի բոլորին, վերադառնալով ձեր նախորդ հարցին, ինչ խոսք այնպես չի, թե մենք այսպես Աստծո պահած ենք եւ որևէ կերպ սա մեզ չի անդրադառնալու։ Անհնար է, որ այսքան մոտիկ մեզնից տեղի ունեցող պատերազմը ինչ որ փուլում գոնե մինիմալ ազդեցություն չունենա մեր վրա հումանիտար տնտեսականից մինչև գլոբալ աշխարհաքաղաքական։ շատ շնորհակալ ենք, պարոն Խարատյան, այսօրվա զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։